Ռերի գործով դատական նիստ այս պահին ընդհատվեց, մենք դեռ դրան կվերադառնանք ծրագրի ընթացքում, այս պահին այլ թեմաների անդրադառնանք, ինչպես արդեն ասացի, Լեռնային Ղարաբաղի խորհրդանը այսօր կընտրի երկրի նախագահին եւ թեմայի շուրջ զրուցելու են քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Փաստորեն այսօր Ղարաբաղում սպասվում է ընտրություն ու կարծես թե ոչ մեկի համար անակնկալ չէ, թե ինչպիսի հանգուցալուծում պետք է ունենա այդ ընտրությունը։ Ձեր կարծիքով ինչն էր պատճառը, որ այլընտրանքի տարբերակի բացակայությունն է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում այսպիսի իրավիճակ ունենք։ Ոչ միայն այլընտրանքի բացակայությունն է, այլ նաև կոնկրետ Բակո Սահակյանի եւ Սերժ Սարգսյանի ցանկությունը իշխանությունը Հայաստանում եւ Արցախում, այսպես ասած, կարծրացնել եւ հնարավոր բոլոր փոփոխությունները սահմանափակել։ 2015-ին Սերժ Սարգսյանը ՀՀ-ի տարածքում սահմանադրություն փոխեց, որպեսզի հնարավորություն ստանա իր իշխանությունը երկարաձգելու, իսկ Բակո Սահակյանն նույնը կատարեց Արցախում, որպեսզի կարողանա իր իշխանությունը երկարաձգել ու իշխանությունը երկարաձգելու համար ինքը անպայման պետք է այնպես աներ, որ այլընտրանք բացակայ, որտեղ ինքը Բակո Սահակյանը սահմանադրություն չէր փոխում, որպեսզի այլընտրանք լիներ, ինչ որ մեկի հետ մրցակցեր։ Բակո Սահակյանը սահմանադրությունը փոխում էր, որ միայն ինքը լինի իշխանությունում, միակ տեխնացուն լինի։ Հենց այստեղ է կարևոր խնդիրը, որ ցանկություն կար ամբողջ իշխանական դաշտը մոնոպոլիզացնել, իշխանության փոփոխության հնարավորությունները սահմանափակել եւ սահմանադրությունը դրա հնարավորություններից մեկն է։ Դրա համար այսօր կանգնել ենք մի խնդրի առաջ, որտեղ Արցախում այլընտրանք չկա, իբրև կա նախկին քաղաքապետի տեսքով, Ստեփանակերտի քաղաքապետի տեսքով։ Այլ վերջի րոպեին փաստորեն տեխնացությունը դրվեց։ Այո, բայց իրենք փորձում են այսպես ասած խաղալ, հա, իբրև այլընտրանք կա, բայց անիմաստ էր դա անել, ավելի լավ կլիներ թատրոնի չվերածել, այլ միայնակ առաջադրվել եւ անցնել, այդպես մարդիկ ավելի շատ կմտածեն, որ Բակո Սահակյանի իշխանությունը շատ ուժեղ է։ Այն նույն ինքը ընդդիմադիր տեխնացուն Ազատության հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ ինքը հասկանում է, որ հաղթելու շանսեր չունի ինքը, բայց այդ իր տեխնացությունը առաջադրելով սա նաեւ ինչ որ ձև միջոց է Լեռնային Ղարաբաղի խնդիրները բարձրաձայնելու համար։ Արդյոք կարծում եք, որ սա հիմնավոր բացատրություն է։ Հիմնավոր չէ ու շատ կեղծ հիմնավորում է, որովհետեւ Արցախի խնդիրը, որ այսօր Արցախի առաջ կանգնած է, դա այն կառավարման մոդելն է, որը ընտրվել է եւ իդեպ շատ հետաքրքիր է, որ Արցախում ապրիլյան պատերազմի պատճառը նաեւ Բակո Սահակյանի կառավարման արդյունք է, հա։ Բակո Սահակյանի կառավարումը չի կարողացել կանխարգելի այդ պատերազմը, դրա հնարավորությունը կար, բայց քանի որ Բակո Սահակյանը զբաղված էր այլ գործերով, ոչ թե արդյունավետ կառավարելու ու իր առջև սահմանադրական փոփոխություններ էր դրել փոխարենը պատրաստվելու ապրիլյան պատերազմի, երկրի կանգնեց այդ խնդրի առաջ ու ապրիլյան պատերազմի պատասխանատվություն նաև ընկնում է Բակո Սահակյանի, այսպես ասած, պատասխանատվության վրա եւ այստեղ Բակո Սահակյանը ու մնացածը իշխանության ներսում գտնողները չեն փորձել գնալ բարեփոխումների, այնպիսի համակարգ ստեղծել, որպեսզի հետագայում եւս չկանգնենք այսպիսի ճգնաժամի առաջ ու Արցախի հարցը այսօր ամենամեծ հարցը Ադրբեջանի զինումն է ու սպառազինությունն է ու մեր այդ բալանսը վերականգնելն է ռազմական, որի ուղղությամբ նույն Բակո Սահակյանը քայլեր չի ձեռնարկել։ Այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ խորհրդարանում 3 քաղաքական ուժերը աջակցելու են հենց Բակո Սահակյանին եւ 33 մանդատ ունեցող խորհրդարանում կարծես թե 28 падգամավոր, պատրաստ է թե 29 падգամավոր, 32 կլինի ինձ թվում։ Ահա, չէ, 4-ը կարծես թե ասել են, որ պաշտպանելու են ընդդիմադիր տեխնացուի տեխնացությունը։ Դրա հետ մեկտեղ դուք տեսնում եք, որ այսօր ընդդիմադիր տեխնացուն գոնե օգտագործեց իր այս հնարավորությունը, ինչ որտեղ ցույց տալու, որ ինչու չընտրեն Բակո Սահակյանին եւ ինչու ընտրեն իրեն։ Նայեք, նախ ընդդիմադիր տեխնացուն, ես չեմ տեսել, որ նույն է տեխնացուն ակտիվ մասնակցեր սահմանադրական փոփոխությունների, որովհետեւ եթե ինքը դեմ լիներ ու ցանկանար հարցերը բարձրացնել, ապա սահմանադրական փոփոխություններն են դրա նման մի հնարավորություն։ Հետո պարզապես ասել ես ուզում եմ Արցախի խնդիրների մասին խոսենք, դա այդպես չի, հա,
կա որևէ հարց, ես օրինակ տեղյակ չեմ հետևելով սոցիալական ցանցերին լրատվամիջոցին, որ ինքը խոսել է օրինակ անգլերեն, խոսել է ռուսերեն, փորձել է հարցերը բարձրացնել, միջազգային հանրության հետ խոսել է կամ հանրությանը ներկայացրել է խնդիրների մասին, որ այսօր հանրությունը ինչ խնդիրներ ունի, Բակո Սահակյանի մնալը ինչ խնդիրներ, դրանց մասին որևէ խոսք չի եղել, ընդամենը եղել է այն, որ ցանկություն կա այդպես, ու ցանկությունն էլ իրականում կարծում եմ, որ անկեղծ չի, որովհետև անիմաստ տեխնացություն է, որը առաջադրվել է իբրև մրցակցություն ստեղծել։ Անդիմադիր գործիչները, Բակո Սահակյանին ընդդիմախոսները ասում էին, որ անգամ Չինաստանի նման երկրում, կոմունիստական երկրում ղեկավարը 10 տարի ավել ղեկավարելու հնարավորություն չունի, սակայն մենք տեսնում ենք, որ ոչ կոմունիստական Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում մեր այսօրվա ղեկավարությունը բավականին երկարաժամկետ նպատակներով է։ Իրականում ընդհանրապես 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի պատմությունը ցույց է տալիս, որ երկրի զարգացման համար ֆունդամենտալ կարևոր նշանակություն ունի, այսպես ասած, առաջնորդությունը կամ լիդերշիփը փոխելու, հա։ Նայեք Ռուսաստանին եւ Թուրքիային։ Ռուսաստանում, երբ որ Պուտինը եկավ իշխանության, քաղաքացիների միջին եկամուտը $2000 էր, իր կառավարման շրջանում 2008-9 թվականին արդեն հասել էին այդ եկամուտը 12000, այսինքն կառավարման ու մեծ բարեփոխումներ է կատարել, նաև նավթի գների բարձրացման շնորհիվ Ռուսաստանի տնտեսությունը մեծ զարգացում է ապրել, այնուհետև Պուտինի ցանկությունները ավելի երկար մնալ, հա, ճգնաժամ է ստեղծել երկրի համար, որից արդեն չեն կարողանում դուրս գալ։ Նույնը կատարվել է Թուրքիայում, երբ որ 2002-ին Էրդողանը եկել է իշխանության, տնտեսության օրինակ հնայի պետական դեֆիցիտը, բյուջեի դեֆիցիտը հնայի 14%-ն էր, 2012-ին հասցրել է 1%-ի, իր կառավարման շրջանում 3 անգամ եկամուտները աճել են, հասնելով $10,500, բայց այսօր Թուրքիան 2012-ից սկսած, երբ որ արդեն երրորդ սրոկի մասին էր սկսել մտածել Թուրքիայում, արդեն ճգնաժամ է սկսել Թուրքիայում ու այդ նորից պարտքերը շատացել են, դեֆիցիտը բարձրացել է, ու այստեղ ֆունդամենտալ խնդիր կա, հենց աշխարհի փորձը ցույց է տալիս, որ տնտեսական զարգացման եւ երկրի զարգացման համար շատ կարեւոր է առաջնորդությունը։ Նույնիսկ եթե առաջին փուլում կարողանում են զարգացում ապահովել, հետագայում երբ որ խնդիր են դնում երկար մնալու, ճահճացում են գնում։ Նույն ձեր նշած Չինաստանի օրինակ, Չինաստանում հասկացել են, որ երբ որ առաջնորդները մնում են երկար, ապա լրջացում է առաջանում։ Դրա համար 2000 վերջին անգամ 2002-ին է փոփոխություն եղել եւ 10 տարուց հետո չինացիները կարծես թե սահմանել են, հա, որ 10 տարուց ավել չպետք է մնան առաջնորդները եւ փոխում են, սա շատ կարեւոր է, իսկ Հայաստանում եւ Արցախում հակառակ ուղղությամբ են գնում, Բակո Սահակյան, Սերժ Սարգսյանը, ասեմ, երկուսն էլ նույն ունենալով ապրիլյան պատերազմի պատասխանատվությունը տնտեսության չզարգանալ եւ ամեն ինչը, կարելի է պատկերացնել, թե ինչպիսի վիճակ է լինելու իրենց երրորդ փուլի ընթացքում, հա, երբ որ մնան իշխանության։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Բակո Սահակյանը ըստ այս նոր սահմանադրական փոփոխությունների մինչև 2020 թվականը առայժմ պետք է մնա, հետո նոր արդեն առայժմ, բայց իր պլաններով դուք ենթադրում եք, որ սա ավելի երկար միանշանակ արդեն խոսում են նաև դրա մասին, Բակո Սահակյանը կմնա ըստ պլանների 2030-ը մինչև, եթե մնաց, ապա եթե մինչև այդ նաև Արցախը մնաց եւ Ադրբեջանը չարձակվեց ու չհայտնվեցինք ավելի խորը ճգնաժամում, հա, Բակո Սահակյանի պատճառով, ապա 2030-ից հետո կմտածեն նոր սահմանադրություն եւ կմնա մինչեւ իր կյանքի վերջը ու նաեւ իր ավակ ընկերոջից ցողունային բջիջների ցողունային բջիջներ կրակելու տարբերակ կա, որը կարող եմ ասել կարող է 2100-ից էլ անցնենք այդ տարբերակով։ Դուք այսինքն մտահոգություն ունեք, որ այս առաջիկա 10 տարիների ընթացքում շատ ավելի լուրջ խնդիրների է բախվելու Լեռնային Ղարաբաղը հենց Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, նաև Հայաստանի Հանրապետությունը լինելով, այսպես ասած, ավագ եղբայր, նաև այնտեղից սովորում են այստեղ ինչ է կատարվում, հա, նաև այսպես ասած օրինակ է Արցախի Ստեփանակերտի համար, ու եթե առաջնորդության փոփոխություն չեղավ, միանշանակ է, որ վերջին տարիներում, այսպես ասած, ճգնաժամը, որը գոյություն ունի, այն չի հաղթահարվելու ու ավելի խորը ճգնաժամի մեջ հայտնվելով Ադրբեջանը ավելի է իրեն սանձազերծելու, պատերազմ սկսելու եւ այլ գործողություններ իրականացնելու համար։ Դուք զրույցի սկզբում համեմատականներ տարաք եւ հիմա էլ համեմատականներ եք տանում Լեռնային Ղարաբաղի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության նախագահի միջեւ։ Բոլորովին վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահը
Արմենիայի հեռուստաընկերության տված հարցազրույցում նորից չհստակեցրեց վարչապետ իր լինել չլինելու հարցը եւ ասելով, որ չգիտի իր հաջորդ գործունեության ոլորտը։ Դուք այստեղ փաստորեն նույն սցենարն եք տեսնում։ Նայեք, երբ որ ասում եք չգիտի հաջորդ անգամ ինքը ինչով է զբաղվելու, կարծում եմ, որ անկեղծ չի եղել ինքը։ Նույն իր խոսքերը, ամբողջ այդ հարցազրույցում կարելի է 10-ից ավել կետ գտնել, երբ որ ինքը մի բան է ասում, իրականությունը լրիվ այլ է, հա։ Նայեք, ամենասովորական օրինակ, ինքը ասում է, ես չգիտեմ հաջորդ քայլը որն է լինելու, բայց 2014 թվականի ապրիլին, երբ որ Սահմանադրական փոփոխությունները նախաձեռնում էր, նա ասաց, որ երկրի առաջին պաշտոնին որևէ մեկը երկու անգամից ավել չպետք է առաջադրվի։ 2016 ով խորհրդարանում մեծամասնություն ունի, բայց 2016-ին մինչև ընտրությունները պարլամենտական ասաց, որ չգիտեմ, սպասում եմ ընտրությունների արդյունքներին, երբ որ ընտրությունների արդյունքները լինեն, կհասկանանք ես ինչ կան։ Հիմա էլ չի հստակեցնում գնելու է թե չէ, բայց ավելի շատ նույն իր կուսակիցները Գալուս Սահակյանը եւ մնացած ասում են, որ պետքա մնա եւ կարծում եմ, որ ավելի շատ սցենարը այդ ուղղությամբ է գնում, որ ինքը ցանկանում է մնալ այդ պաշտոնում։ Շատ լավ, պարոն Գրիգորյան, եւ ամփոփելով մեր զրույցը, որտեղ ինձ հենց նոր փոխանցեցին, որ մենք կարողանում ենք մի քանի րոպեից ուղիղ կապ ունենանք Լեռնային Ղարաբաղի հետ եւ կհասկանանք, թե ինչ է կատարվում հենց այնտեղ, ամփոփելով այսօրվա զրույցը, ակնկալել ինչ որ անակնկալ, ինչ որ նման մի բան հնարավոր է։ Նայեք, ընտրությունների տեսանկյունից Բակո Սահակյանի եւ Հայաստանում վարչապետի փոփոխության մեծ, այսպես ասած, անակնկալներ չեմ կարծում լինի, բայց ընդհանուր անակնկալներ կլինեն այլ տարբերակով, հա, երբ որ շատ դեպքերում չէր սպասվում Սասնա ծռերի գործողություններ, չէր սպասվում ապրիլյան պատերազմը, չէր սպասվում այլ ճգնաժամեր, հա, վերջին 3-4 տարիներում Հայաստանի կառավարման համակարգը գտնում է խորը ճգնաժամի մեջ, բոլորը չէին սպասում եւ դրանք տեղի ունեցա, այսինքն համակարգը գտնում է այնպիսի ճգնաժամի մեջ, որտեղ անհրաժեշտ է ֆունդամենտալ անհրաժեշտություն կա բարեփոխումների, որի ուղղությամբ որևէ քայլ չի կատարում, այդ բարեփոխումների փոխարեն իշխանություն են կարծրացնում, որը, այսպես ասած, հնարավորություն չունի այդ ճգնաժամերին adekvat արձագանքելու եւ հայտնելու ենք ավելի այլ ճգնաժամերի մեջ ենք հայտնելու, խնդիրը ստեղ է, հա։ Շատ շնորհակալ եմ զրույցի համար, ես զրուցում եի քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ։